Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ այս պահին Մարմարիկում շարունակվում են 2 տարեկան տղա երեխայի որոնողական աշխատանքները, նա կորել է մայիսի 4-ից եւ այսօր արդեն 4-րդ օրն է, ինչ նրան փնտրում են բոլոր հավանական վայրերում եւ հիմնական որոնողական աշխատանքներն այս պահին կենտրոնացված են Մարմարիկ գետի եւ գետի հարակից տարածքի վրա, նշենք, որ փրկարարները բոլոր ուղղություններով աշխատանքներ են իրականացնում, մոտ 170 փրկարար է ներգրավված փոքրիկի որոնողական աշխատանքներին, ինչպես նաև 150 ոստիկաններ։ Որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև դրոններով ու ջրասուզակ նավերով եւ փորձում են ամեն կերպ որևէ հետք գտնել, որը կտանի երեխայի ուղղությամբ։ Նշենք, որ անտառներում եւս որոնողական աշխատանքներ են իրականացվում, բազմաթիվ կամավորական խմբեր կան այստեղ, որոնք փորձում են օգնել գտնել երեխային։ Նշենք, որ երեխայի անհետացման հետ կապված տարբեր վարկածներ են գյուղում շրջանառվում, ընդհուպ այն, որ երեխային հնարավոր է ուղղակի տարել են տարածքից եւ նա կետը չի ընկել։ Տեղեկացնենք, որ նաև այստեղ էքստրասենսներն էին որոնողական աշխատանքներ իրականացնում, նրանցից մեկը, որը չցանկացավ ներկայանալ եւ խնդրեց իրեն տեսախցիկով ցույց չտալ, ասաց, որ երեխային ձեռքը բռնած տարել են, ինքը այդպես է զգում եւ երեխան վստահաբար ջուրը չի ընկել։ Այս պահին այստեղ սպասում են փրկարարները, որպեսզի նավակ մոտեցնեն իրենց եւ իրենք կարողանան տեսախցիկով ջրի հատակը նկարել։ Նշենք, որ քիչ առաջ այստեղ դրոններով եւս նկարում էին ջրի ամբողջ մակերեսը եւ ըստ դրոնի ցույց տված կադրերի որևէ հետք չկար, որը կտաներ դեպի երեխան։ Ներկայացնեք այս պահին ինչ